հարցրեցիք, խնդրում եմ չընդհատեմ պատասխանելիս։ Գործը հարուցվել է ժամանակին մեր կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, այն ժամանակ պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները վերազանցելու կասկածով։ Այդ բոլոր աշխատակիցները ոչ արդարացման հիմքով իրենց գործերը կարճվել են, այսինքն ըստ էության նրանց մեղավորությունը ապացուցված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Սանասարյանի մասնակցության այդ գործընթացներին, դա եղել է իրավապահ մարմինների գնահատականի հարցը, ոչ Արսեն Թորոսյանը, ոչ որևէ ցուցմունք տվող անձ, այդտեղ որևէ լիազորություն չունի եւ իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրեն, թե չառաջադրեն։ Դատարանն էլ որոշում է արդարացնել, թե մեղավոր ճանաչել եւ դատարանի վճիռը մեր բոլորի համար ըստ էության վերջնական ակտ է եւ այդքանով պետքա սահմանափակվենք։ Ես որևէ մեկին ոչ մեղադրանք եմ առաջադրել, ոչ տարել եմ։ Ձեր տեղեկությունները սուտ են։ Ուրեմն ես չեմ շարունակում, որտեղ դուք ընդհատեցիք ձեր տեղեկություններն են սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել։ Այլ հարցեր կան, հարգելի գործընկերներ։ Բայց երեքի առաջով նորից կառավարությունը նորից բանի փաստաթղթերի ինֆորմացիոն ու աղբաղը նրանք Յանդեքսի գրասենյակի մոտ են ակցիա իրականացնելու ու սպառնում են կամ զգուշացնում են, որ հաջորդ եթե խնդիրները չլուծվեն, նրանք բողոքի ակցիաներ իրականացնելու։ Նաև Համայր Հայաստան բացան հավաքական անդամներից պետքորդը Մեսրոպն է միջամտել իրենց խնդիրները առաջ տանում։ Այս իմաստով ինչ ունեք պարոն Թորոսյան, մարդու չի տվել, որ հետո նորից տաքսիստները եկել։ Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից եւ նրանց հետ քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց շատ մի փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է Yandex պլատֆորմին կամ այլ պլատֆորմների եւ ինչպես մեր բոլոր քաղաքացիները, այդպես էլ այս մեր քաղաքացիները մեր համար կարեւոր են եւ մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ, ինչ վերաբերում է եւ էլի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու, մյուս շաբաթ նորից հանդիպելու ենք, որոշ հարցեր արդեն գիտենք ինչպես ենք լուծելու, օրինակ կենսաթոշակային հարցերը, մյուս հարցերը։ Իմ համար տարօրինակ այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտություն է, այս գործընթացին, որ նախ սուտ տեղեկություններ տարածելով, երկրորդն էլ այդ մարդկանց ըստ էության նյարդերի կամ զգացմունքների վրա խաղալով ինչ որ փորձում է քաղաքական դիվիդենդներ քաղել, չեմ կարծում, որ այստեղ որևէ բան կա, որ նախ հնարավոր չի քննարկել եւ չլուծել, եւ երկրորդը պետք է օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին, բոլոր այդ բարձրացած հարցերը նայել իրականության մեջ։ Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաեւ կա ոնց համադրելի հարց, օրինակ մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, այդ վճարած հարկերը հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար ու գործընթացը կշարունակենք, իդեպ շատ բաներ արդեն փոխված են եղել մինչև մեր այդ հանդիպումը եւ այն ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք, պետությունն էլ իր կողմից այդ առողջության ապահովագրության հարցերը, որոնք որ ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում կենսաթոշակային հարցերը, որոնք էլի ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում կփորձի լուծել։ Yandex-ի հետ ունեցած խնդիրները պետությունը Yandex-ի հետ որպես խոշոր ըստ էության ներկայացուցիչ է ՏՏ ոլորտի հարաբերվում է, այնպես չի որ չի հարաբերվում եւ մեր գործընկերները աշխատում են նրանց հետ, հիմնականում մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը եւ նրանց հետ էլ քննարկումներ իհարկե կլինեն, նրանք են շահագրգռված հարցերը լուծելու մեջ։ Պարոն Թորոսյան կենսաթոշակների նկատմամբ մեծ ալիք բարձրացրեց թեման է նատիվ դաշտում, ասվում է, որ ընտրություններին ընդառաջվեք սա, որ դուք պարոն Փաշինյանը հայտարարում եք վերջնություն չի լինի եւ անուղղակի բարձրացում է թոշակները հենց նույն քեշբեքերի միջոցով այս հարցին անդրադարձեք, եթե հնարավոր է նաև իսկ հարցը կոնկրետ որն էր, հարցը կոնկրետ որն է։ Ինչու հենց այս պահին որոշվեց, հա, ասում է, որ հենց ընտրություններին առաջ է առնում փոփոխությունը, քաղաքական որոշում է, նաև նախագիծը երբ է հրապարակվելու եւ
եթե հնարավոր բարձրաբանեք բարձրացումը ինչքանով է լինելու ընդհանուր 10,000 դրամի մասին է խոսվում, որպես նաև մարդկանց հասկանալի։ Եվ ինչ ամբողջական գումարը պատասխանեմ, ուրեմն կառավարությունը ունի ծրագիր 2021-2026 թվականների, որը իրագործում է եւ կառավարությունը գործում է մինչեւ նոր կառավարության ձևավորումը եւ ցանկացած գործողություն, որ իրականացնում է կառավարությունը, ըստ էության լեգիտիմ է եւ տեղավորվում է այդ ծրագրի շրջանակներում կամ բխում է ծրագրից։ Ինչ վերաբերում է մինչև այդ չանելու կամ անելու հայտարարությունների, մենք մինչև այդ բարձրացրել ենք այլ եղանակով կենսաթոշակների եւ նպաստները հետվճարի եղանակով, մինչև այդ եղել են նաեւ ուղիղ բարձրացումներ, նկատի ունեմ մի քանի տարի առաջ, ինչպես նաեւ այլ առավելություններ են տրվել, օրինակ մեր բազմաթիվ կենսաթոշակառուների 65+-ի դեպքում, օրինակ առողջության ապահովագրությունը եւ այլն։ Բայց նաև եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել, դա մեր տնտեսական աճի ցուցանիշն է 2025 թվականի, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել հարկաբյուջետային քաղաքականության եւ նաև որոշումներ կայացնել, որոնք որ մինչեւ դա ավելի ռիսկային էին թվում եւ դրանով պայմանավորված որոշում է կայացրել, որ բոլոր կենսաթոշակները, գրեթե բոլոր կենսաթոշակները, խոսքը 667,000 մարդու է վերաբերում, բարձրանալու են 10,000 դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ, մենք ունենք դեպքեր մինչև 10,000 դրամներ, այսինքն օրինակ կերակրող կորցնելու կենսաթոշակներ եւ այլն, եւ շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել, ասենք 8 կամ 7,000 դրամ, դա խոսքը վերաբերում է շատ փոքրաթիվ մեր քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում, նկատի ունեմ միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիների է վերաբերում, բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որը մենք ունենք ըստ էության եւ վերաբաշխումների միջոցով կտեղափոխենք մեր բյուջե, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջե, իսկ բուն որոշումը, որը մի որոշում չի, լինելու են մի քանի որոշումներ, հավանաբար կամ մոտակա կառավարության նիստին կամ դրանից հետո կընդունվի, որտեղ նաեւ ծրագրային ապահովման բանաձևերի մեջ փոփոխություններ պետք է իրականացնենք, որի համար անհրաժեշտ է իրավական հիմքեր է մեզ։ Yandex-in anlatmanız verdiğinde bir bahsediyoruz. Նրանք նաև առողջապահության մասն, ապահովության մասին խոսեցին եւ այլ նաև կենսաթոշակների նրանք ասում են որ պետական տուրք են ճալում եւ տուրք են գեներալի ծառայությունների մեջ, բայց նաև շատ հակառակություններ կան, որ մյուս աշխատողները 20% Իհարկե։ Եվ որքան մարդիկ ունի 20% Ես դրա համար եմ ասում, ստեղ ազնվության ու ոչ ազնվության հարց, ազնվություն բառը երևի տեղին չի, ավելի շատ համաչափություն հարց կա, որտեվ 5% կանխիկից եւ եթե չեմ սխալվում 4.5% անկանխիկից է վճարվում այդ տուրքը, որը որևէ կերպ համադրելի չէ սովորական վարձու աշխատողի վճարած տուրքեր եւ ես մոտ 2 ժամ մեր հարգելի տաքսի վարորդների հետ խոսել եմ մանրամասն օրենքներով, մեր քաղաքացիները ոչ միայն 20% հարկ են վճարում, այլև վճարում են 5% կൂട്ടակային կենսաթոշակ եւ վճարում են նաեւ առանձին ապահովագրության համար 10,800 դրամ վճար եւ պետք է նայել այդ համեմատության մեջ, իհարկե լուծումներ կարող են լինել, բայց դա պետք է լինի համակարգային եւ ինքնազբաղվածների համար լուծումների շրջանակներում, որտեղ մենք էլի ունենք ինքնազբաղված քաղաքացիներ, օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված մեր քաղաքացիները, որոնք ապահովագրության համակարգ, եթե չեմ սխալվում, մտնելու են 2028 թվականի հունվարից եւ մինչեւ այդ լուծումները պետք է տրվեն, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Շատ թոշակառուները իրենց մտահոգությունը հայտնեցին ձեր պարոն հայտարարությունից հետո եւ կենսաթոշակները բարձրանում են 10,000 դրամով, սակայն մինչև այդ չէր հայտարարվում, թե այնպիսի տպավորություն բոլորին է բարձրանում 10,000 դրամ, այն հետո բացվեց, որ տարբեր խմբերի տարբեր չափ է բարձրանալու։ Սրա հետ կապված թոշակառուները իրենց մտահոգությունը են հայտնում, հատկապես աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուները, նշելով, որ իրենք մեղավոր են, որ աշխատանքային ստաժ ունեն, այսինքն այն մարդիկ, ովքեր
վերջացրեցիք։ Ցավոք սրտի դուք բացակայ եք, երբ որ ես այդ հարցին պատասխանում էի, եւ ես պատասխանել եմ, որ գրեթե բոլորին է բարձրանալու այդ 10,000 դրամով, այդ թվում ձեր նշած քաղաքացիներ, իրանք ոչ միայն մեղավոր չեն, այլ իրենք հենց ստաժի շնորհիվ ստանում են շատ ավելի բարձր կենսաթոշակ, քան այն քաղաքացիները, որոնք ոչ չեն ստանում բարձր կենսաթոշակ ստաժ չունենալու պատճառով եւ այդ բանաձևի մեջ, որը որ հիմա 24000 դրամի վրա է գումարվում ստաժը, գումարվելու է 34000 դրամի վրա այդ ստաժը եւ այդ քաղաքացիները, որոնք ունեն ավելի մեծ ստաժ, շարունակելու են ավելի շատ ստանալ, քան այն քաղաքացիները, որոնք որ չունեն աշխատանքային ստաժ։ Դուք երևի չեք լսում իմ պատասխանները, հարգելի լրագրողներ։ Դուք լսում եք իմ պատասխանը։ Ովքեր շատ են աշխատել, շարունակելու են շատ ստանալ եւ հետեւաբար չի խրախուսվում քիչ աշխատելը։ Բավականական է համարում եւս մեկ անգամ բացատրել։ Ես կարծում եմ, որ այս բարձրացումը շատ էական է մեր 100,000-ավոր կենսաթոշակառու եւ նպաստառուների համար, նաեւ հաշվի առնելով, որ դրա վրա կարող է օգտագործել նաեւ հետվճարի ինստիտուտը, հետվճարը նույնպես կարող են ստանալ մեր քաղաքացիները 20% իրենց կենսաթոշակի եւ նպաստների վրա, մինչեւ 10,000 դրամի չափով, ինչը ըստ էության բարձրացում է մոտավորապես 20,000 դրամով բոլորի կենսաթոշակները եւ նպաստները։ Պարոն Թորոսյան, դուք պատասխանած եք ներողության ՀԱԿՎ նախաձեռնության անդամները քիչ առաջ կառավարության շենքի առջև էին եւ մեղադրում էին, որ 2 ամիս առաջ բյուջեն է հաստատվել եւ բյուջեում նախանշված չէր չկարգավորելով, որ կենսաթոշակները պետք է բարձրացնեն եւ հիմա ինչպես է ստացվում, որ միանգամից շտապ հապճեպ որոշում կայացվել 10,000-ական դրամով բարձրացնել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ես իհարկե ձեզ ներում եմ, բայց ես այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Թույլ տվեք, երբ որ պատասխանում եմ, մի ընդհատեք ինձ։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, կխնդրեմ նայեք դուք տեսանյութը եւ կտեսնեք, ինչ վերաբերում է տարատեսակ քաղաքական ուժերի հայտարարություններին, ապա գիտեք, նրանք մի շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ մեզ մի բանում էին մեղադրում, հիմա մեկ այլ բանում են մեղադրում եւ անդադար երևի կմեղադրեն, որովհետեւ քանի որ այլ բովանդակային ասելիք չունեն մեր ժողովրդին, նույնիսկ իրենց իսկ մեղադրանքներին հակասող մեղադրանքներ են հնչեցնում, ասենք շաբաթը մեկ, հիմա կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը բխում է, ինչպես արդեն նշել եմ, ծրագրից, մեր տված խոստումներից մեր քաղաքացիներին, որը մենք իրագործում ենք մինչև կառավարության գործունեության ավարտ եւ այլ քաղաքական ուժերի հայտարարությունները այդտեղ ոչ միայն կապ չունեն, այլև կարծում եմ շատ քիչ են հետաքրքրում մեր 100,000-ավոր քաղաքացիների։ Պարոն Թորոսյան, պատասխանել եք հարցին, կառավարությունը քննարկեցին, հասկացան, թոշակառուն ինչպես կարող է 10,000 վճարել, ծախսել, որ որոշեցիք 10,000 վճարել։ Հարգելի Նարեկ, մանիպուլացված, ձևախեղված արտահայտությունները բերել ներկայացնել որպես տենց բացարձակ ճշմարտություն։ Նիկոլ Փաշինյանի մանիպուլատիվ հայտարարությունը, այլ որտեղ ես իրեն եմ ցույց։ Ես ուզում եմ ասել, որ դուք առնվազն պետքա լրագրողական եւ պրոֆեսիոնալ կոռեկտություն ունենաք, երբ որ հարց եք տալիս, լսեք պատասխանը մինչև վերջ, որտեղ այդ հարցերի պատասխանը միշտ չէ այո կամ ոչ, եւ կարող է կազմված լինել բազմաթիվ նախադասություններից սկսվող եւ ավարտվող։ Շարունակելով բուն հարցի պատասխանը, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենք կառավարության նիստում ասում ենք, որ կենսաթոշակառուների ծախսերի մի զգալի հատվածը վերաբերում է առողջության առողջական ծախսերին, դեղորայք, բժշկական այլ ծառայություններ, եւ մենք այնքան ենք կարեւորում նրանց այդ ծախսը եւ նրանց առողջությունը, որ նրանց ավելացնում ենք կենսաթոշակառուներին 65+ տարեկան մեր քաղաքացիների ապահովագրության մեջ, նրանց փոխարեն ամիս վճարելով 10,800 դրամ, որը իրենք այնուամենայնիվ ծախսում են այդ ծախսերի վրա, դա բերել ներկայացնել է ձեր ասած բառակապակցություններով առնվազն ազնիվ չէ, եւ ես չեմ կարծում, որ մեր որևէ քաղաքացի այլ բան է հասկացել, քան նկատի են ունեցել վարչապետը եւ մենք հենց այս կառավարության նիստերում քննարկելիս։ Չէ, գնա, քան որ արդեն առողջապահության ապահովությունը կար, 60+-ի համար անվճար դեղորայքը կար։ Հիմա ինչ փոխվեց, որ որոշեցիք եւս 10,000 դրամ տալ։ Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին, խնդրում եմ նայեք տեսագրությունը։ Շատ լավ, եւ եթե թոշակի կապած
Հա, մի հարց է տվեք ու պետքա գնամ այլ։ Պարոն Թորոսյան, դուք ցուցմունք եք տվել ՊՊՑ նախ։ Ես այդ հարցին էլ եմ պատասխանը, խնդրում եմ նայեք տեսանյութը, ձեր կողմից առնվազն շատ ոչ պրոֆեսիոնալ էլ այս ձևով ճեպազրույցներ անցկացնելը շնորհակալություն։